Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ, շնորհակալ եմ բոլորին, ալիքին բաժանորդագրվելու, լուրերը հավանելու, դրանք տարածելու համար, դրանք շատ կարևոր գործողություններ են մեզ համար։ Սկսենք այսօրվա լուրերը Իրանի բարձրաստիճան ղեկավարների դեմ իրականացված հարվածներից հետո Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը նոր փուլ է մտել։ Նման գործողությունները փորձագետների կարծիքով կարող են նպատակ ունենալ ոչ միայն թույլատրել Իրանի պաշտպանական կարողությունները, այլև ներքին կառավարման համակարգում անկայունություն առաջացնել։ Նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հրապարակել է կարճ, սակայն կոշտ հայտարարություն, ընդգծելով, որ Իրանը պատասխանելու է տեղի ունեցածին։ Նրա խոսքով յուրաքանչյուր թափված արյուն իր գինն ունի եւ այդ գինը պատասխանատուները ստիպված կլինեն վճարել։ Միաժամանակ Իրանի ռազմական կառույցները հայտարարել են, որ պատրաստվում են թիրախավորել տարածաշրջանում էներգետիկ ենթակառուցվածքները, ներառյալ Սաուդյան Արաբիայում, Քաթարում եւ Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող օբյեկտները։ Միջազգային փորձագետները նշում են, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների վերացումը էական հարված է երկրի անվտանգության համակարգին, սակայն միևնույն ժամանակ մեծացնում է լայնածավալ ռազմական էսկալացիայի վտանգը։ Մոջթաբա Խամենեիի հայտարարությունը Վաշինգտոնում դիտարկում են մի քանի ուղղություններով։ Այսօր Սենատում կայացած լսումներում, որոնք վերաբերում էին գլոբալ սպառնալիքներին, վերածվել են Իրանի շուրջ պատերազմի պատճառների եւ հնարավոր ավարտի վերաբերյալ կոշտ ու բաց քննարկման։ Լսումներին մասնակցում էին ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը, կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն, նույն ինքը CIA-ի տնօրեն Ջոն Ռեդքլիֆը, Հետախուզությունների դաշնային բյուրոյի նույն ինքը FBI-ի տնօրեն Քաշ Պատերը։ Լսումների ընթացքում բարձրաձայնվել է. արդյոք Միացյալ Նահանգները ճիշտ որոշում է կայացրել սկսելով ռազմական գործողություններ Իրանի դեմ։ Սենատոր Որների խոսքով ռիսկերը լիարժեք չեն գնահատվել եւ այսօր աշխարհը կանգնած է ավելի լայն պատերազմի վտանգի առաջ։ Ի պատասխան Թուլսի Գաբարդը փորձել է պաշտպանել վարչակազմի դիրքորոշումը, ընդգծելով, որ Իրանի միջուկային ծրագրի եւ բալիստիկ հրթիռների զարգացումը երկար տարիներ դիտարկվել է որպես անմիջական սպառնալիք Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների համար։ Նրա խոսքով գործողությունների նպատակը եղել է կանխել այն պահը, երբ Իրանը կկարողանար իրականում ձեռք բերել միջուկային զենք։ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեդքլիֆը ներկայացրել է ավելի կոշտ գնահատական, նշելով, որ Միացյալ Նահանգների գործողություններով լրջորեն վնասվել են Իրանի ռազմական ենթակառուցվածքները, այդ թվում հրթիռային համակարգերը եւ նավատորմը, սակայն նա նաեւ զգուշացրել է, որ դա չի նշանակում պատերազմի ավարտ, քանի որ Իրանը կարող է անցնել ասիմետրիկ պատերազմի, օգտագործելով տարածաշրջանային խմբավորումները եւ ոչ ավանդական մարտավարություն։ Ամենահետաքրքիր եւ միևնույն ժամանակ ամենավտանգավոր հատվածը վերաբերում էր այն հարցին, թե ինչպես կարող է ավարտվել այս հակամարտությունը։ Լսումների ընթացքում հստակ պատասխան չի տրվել։ Վարչակազմի ներկայացուցիչները խուսափել են հստակ կանխատեսումներից անգամ, նշելով, որ բոլոր տարբերակները մնում են սեղանին։ ՀԴԲ տնօրեն Քաշ Պատելը ներկայացրել է ներքին անվտանգության ամենախիստ գնահատականներից մեկը։ Նրա խոսքով Իրանի հետ հակամարտությունն արդեն դուրս է գալիս արտաքին ճակատից եւ նույնիսկ տեղափոխվում է Միացյալ Նահանգների տարածք։ Նա նշել է, որ իրական սպառնալիք կարող են լինել քնած գործակալների հարձակումները, անհատներ կամ փոքր խմբեր, որոնք կարող են ոգեշնչվել Իրանից կամ նրա դաշնակիցներից։ Բացի այդ, նա ընդգծել է կիբերհարձակումների վտանգը, նշելով, որ Իրանն ունի բավարար կարողություններ հարվածելու ԱՄՆ ենթակառուցվածքներին։ Լսումների ընթացքում նաև քննարկվել է այն հարցը, թե արդյոք Միացյալ Նահանգները կարող է հայտարարել այս պատերազմը հաջողված, եթե Իրանի միջուկային կարողություններն ամբողջությամբ չոչնչացվեն։ Այս հարցին հստակ պատասխան չի տրվել, ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նույնիսկ Վաշինգտոնում չկա միասնական պատկերացում պատերազմի վերջնական նպատակների վերաբերյալ։ Ընդհանուր պատկերը, որ ձևավորվել է այս լսումներից, բավականին մտահոգիչ է։ Մի կողմից հայտարարվում է, որ Իրանի հնարավորությունները թուլացվել են, մյուս կողմից ընդունվում է, որ սպառնալիքները ոչ միայն չի վերացվել, այլ նաև կարող է տեղափոխվել նոր, ավելի անկանխատեսելի փուլ ու ճակատ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը անդրադարձել է ներքին անվտանգության հարցերին, ընդգծելով, որ երկրում շարունակվում է հնարավոր ահաբեկչական սպառնալիքների ակտիվ մոնիթորինգը, հատկապես Իրանի շուրջ զարգացող լարվածության ֆոնին։ Նրա խոսքով ԱՄՆ իշխանությունների համար առաջնային խնդիր է կանխել ցանկացած հարձակում երկրի ներսում, անկախ նրանից այն կազմակերպվում է արտաքին ուժերի կողմից, թե իրականացվում է ներսում գործող անհատների կամ խմբերի միջոցով։ Վենսը նշել է, որ հետախուզական ծառայությունները, այդ թվում FBI-ի եւ այլ դաշնային կառույցներ, մշտապես հետևում են կասկածելի կապերին, հաղորդագրություններին ու հնարավոր վտանգներին փորձելով կանխել հարձակումները դեռևս նախնական փուլում։ Նա ընդգծել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում այն անձանց վրա, ովքեր կարող են կապված լինել օտարերկրյա ազդեցությունների հետ կամ ունեն ծայրահեղական հայացքներ։
Այդ նպատակով իրականացվում է ինչպես տեխնիկական վերահսկողություն, այն է սոցմեդիայի մոնիթորինգ, այնպես էլ դաշտային օպերատիվ աշխատանք հայտնաբերելու եւ չեզոքացնելու հնարավոր սպառնալիքները։ Վենսը նաեւ նշել է, որ իրավապահ մարմիններ ակտիվորեն աշխատում են հայտնաբերելու այն անձանց, ովքեր գտնվում են ԱՄՆ-ում անօրինական կարգավիճակով եւ կարող են վտանգ ներկայացնել հասարակության համար։ Նրա խոսքով նման մարդկանց հայտնաբերումը եւ հեռացումը երկրից անվտանգության ընդհանուր ռազմավարության կարևոր մաս է։ Միաժամանակ նա հիշեցրել է վերջերս տեղի ունեցած միջադեպը Միչիգանում, որտեղ հարձակում էր իրականացվել սինագոգի վրա։ Վենսի խոսքով նման դեպքերը ցույց են տալիս, որ ներքին սպառնալիքները շարունակում են իրական լինել եւ անհրաժեշտ է բարձր զգոնություն պահպանել։ Նա ընդգծել է, որ նման հարձակումներ անընդունելի են եւ պետք է կոշտ պատասխան ստանան։ Վենսի գնահատմամբ սպառնալիքները միշտ են լինելու, սակայն պետության պարտականությունն է լինել մեկ քայլ առաջ եւ կանխել դրանք, մինչեւ կվերածվեն իրական վտանգի ԱՄՆ քաղաքացիների համար։ Մագդիլ ռազմաօդային բազայի մուտքի մոտ հայտնաբերվել է կասկածելի փաթեթ Ֆլորիդայի Թամպա քաղաքում գտնվող ռազմաբազայում տեղակայված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը CENTCOM-ը, որը ղեկավարում է ամերիկյան ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում եւ հարակից տարածաշրջաններում։ Ըստ ՀԴԲ-ի փաթեթը պարունակել է էներգետիկ նյութեր, որոնք կարող են ներառել պայթուցիկ բաղադրիչներ կամ բարձր էներգիա կուտակող քիմիական նյութեր։ Դեպքը տեղի է ունեցել բազայի այցելուների կենտրոնի մուտքի հատվածում եւ այս պահին դեռևս նյութի ամբողջական փորձաքննությունը ավարտված չէ։ FBI-ը նշել է, որ հետաքննությունը շարունակվում է, պաշտոնյաները կոչ են արել բազայի անձնակազմին պահպանել բարձր զգոնություն եւ անմիջապես հաղորդել ցանկացած կասկածելի ակտիվության մասին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն այսօր ճեպազրույց ունեցել Բաքվում հանդիպելով պատասխաններ սպասող լրագրողների հետ։ Նա հայտարարել է, որ Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունները ընթանում են ըստ նախանշված նպատակների եւ արդեն արձանագրել են նշանակալի արդյունքներ։ Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ ավելի քան 120 իրանական ռազմածովային նավ ոչնչացվել է ու գտնվում է ծովի հատակին։ Վարչակազմը սա գնահատում է որպես կարևոր արդյունք ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև տարածաշրջանային դաշնակիցների անվտանգության տեսանկյունից։ Միևնույն ժամանակ խոսնակն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների նախագահի նպատակը շարունակում է մնալ նույնը, այն է Իրանը երբևէ չի կարող միջուկային զենք ստեղծել։ Սակայն թե արդյոք պատերազմը կհամարվի ամբողջությամբ հաջողված առանց Իրանի միջուկային պաշարների վերահսկման կամ վերացման, Լևիթը հստակ գնահատական չի տվել։ Անդրադառնալով ներքաղաքական հարցերի, Սպիտակ տան ներկայացուցիչը հերքել է տեղեկությունները, թե ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդի պաշտոնը վտանգված է, նշելով, որ նման հայտարարություններ նախագահը չի արել։ Հորմուզի նեղուցի հարցով Լևիթն ասել է, որ շարունակվում են բանակցությունները դաշնակիցների հետ, ինչպես Եվրոպայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ունի բավարար ռազմական հնարավորություններ ինքնուրույն գործելու համար։ Իսրայելի բանակի խոսնակ գեներալ Էֆի Դեֆրինը հանդես եկել օպերատիվ ճեպազրույցով, ներկայացնելով տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունների ընթացքը եւ Իսրայելի ռազմավարությունը Իրանի ու նրա դաշնակիցների դեմ։ Նա հայտարարել է, որ վերջին օրերին Իսրայելը շարունակել է թիրախային հարվածներ հասցնել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին եւ ռազմական կառույցներին։ Դեֆրինը նաեւ նշել է, որ Լիբանանում նույնպես շարունակվում են հարվածները Հեզբոլայի ենթակառուցվածքների դեմ։ Նրա խոսքով ոչնչացվել է եւս մեկ դիվիզիայի հրամանատար Հասան Ալի Մարվանը, որը համակարգում էր Իրանի եւ Հեզբոլայի միջև ռազմական կապը եւ ներգրավված էր Իսրայելի ուղղությամբ հարձակումների կազմակերպման մեջ։ Նա ընդգծել է, որ սա արդեն երրորդ նման մակարդակի հրամանատարն է, որը վերացվել է գործողության ընթացքում։ Բացի անհատական թիրախավորումներից Իսրայելը հարվածներ է հասցրել նաեւ տնտեսական եւ լոգիստիկ ենթակառուցվածքների։ Խոսնակի տվյալներով թիրախավորվել են վառելիքային օբյեկտներ եւ կամուրջներ Լիբանանի հարավում, որոնք օգտագործվում էին զենքի տեղափոխման եւ ռազմական գործողությունների համար։ Նա նշել է, որ նման հարվածները նպատակ ունեն թույլատնել Հեզբոլայի ֆինանսական եւ ռազմական հնարավորությունները։ Դեֆրինը հայտարարել է, որ Իսրայելն ամեն օր հարվածում է տասնյակ թիրախների, ոչնչացնելով հրթիռային խմբեր, հրամանատարական կենտրոններ եւ զինված խմբավորումներ։ Նրա խոսքով այս գործողությունները հիմնված են բարձր ճշգրտության հետախուզության վրա եւ իրականացվում են օդուժի միջոցով։ Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ Իրանի կողմից կիրառվող որոշ զինատեսակներ մեծ վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության համար։ Նա նշել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերն աշխարհում լավագույններից են, սակայն չեն կարող ապահովել ամբողջական պաշտպանություն, քանի որ նման հրթիռները բաժանվում են բազմաթիվ ենթամթերքների եւ տարածվում օդում։ Մերձավոր Արևելքում շարունակվում են ընդլայնվել ռազմական գործողությունները դուրս գալով Իսրայել-Իրան ուղիղ բախման շրջանակներից ու ընդգրկում են մի շարք այլ երկրներ ու զինված խմբավորումներ։
Իսրայելն ու Իրանը փոխանակում են հարվածներով թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ ռազմավարական նշանակության օբյեկտներ։ Իրանը հայտարարել է, որ իր գործողությունները պատասխան են Իսրայելի կողմից իր բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններին։ Լիբանանում Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլահը ակտիվորեն ներգրավել է հակամարտության մեջ։ Խմբավորումը հրթիռային եւ անօդաչու հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչին ի պատասխան Իսրայելն իրականացնում է լայնածավալ ավիահարվածներ Լիբանանի հարավային շրջաններում եւ մեծացնում է ցամաքային ուժերի ներկայությունը սահմանին։ Լիբանանում զոհերի թիվը շարունակում է աճել, մոտենալով 1000-ին, իսկ 1 միլիոնից ավելի մարդ տեղահանվել է շարունակվող հարվածների հետևանքով։ Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիան զգալի ազդեցություն է թողնում համաշխարհային էներգետիկ շուկաների վրա, առաջացնելով նավթի գների կտրուկ աճ ու տնտեսական ճնշում բազմաթիվ երկրների համար։ Միջազգային շուկաներում նավթի գինը բարձրացել է ավելի քան $109 1 բարելի համար, արձանագրելով վերջին տարիների ամենաբարձր մակարդակներից մեկը։ Նավթի գների բարձրացումը անմիջապես փոխանցվել է սպառողներին։ Միացյալ Նահանգներում բենզինի գները հասել են վերջին 2.5 տարվա առավելագույն մակարդակին։ Վարորդները հայտնում են, որ ստիպված են ավելի քիչ վառերի գնել ավելի բարձր գնով, ինչը լրացուցիչ բեռ է դառնում ընտանիքների բյուջեների համար։ Էներգետիկ շոկը առավել զգալի է այն երկրներում, որոնք կախված են ներմուծվող նավթից։ Ասիական եւ եվրոպական շուկաներում նույնպես արձանագրվում է գների աճ, իսկ որոշ երկրներ արդեն դիմում են արտակարգ միջոցների։ Օրինակ Եգիպտոսը սահմանափակում է էներգիայի օգտագործումը պետական ծախսերը նվազեցնելու համար։ Այս իրավիճակում Միացյալ Նահանգների վարչակազմը փորձում է մեղմել շուկայի ճնշումը։ Դրա շրջանակում որոշում է կայացվել թույլատնել Վենեսուելայի նկատմամբ նավթային պատժամիջոցները, թույլ տալով ամերիկյան եւ միջազգային ընկերություններին կրկին գործարքներ իրականացնել այդ երկրի էներգետիկ ոլորտում։ Բացի այդ, Միացյալ Նահանգների նախագահը ժամանակավորապես 60 օրով դադարեցրել է Jones Act օրենքի որոշ պահանջների կիրառումը, ինչը թույլ է տալիս ավելի ճկուն կերպով տեղափոխել վառելիք Միացյալ Նահանգների նավահանգիստների միջև եւ նվազեցնել ներքին շուկայի բեռը։ Պատերազմական թեմաներից դուրս մի քանի լուրջ Վաշինգտոնում կայացել է Սենատի լսումները, որտեղ քննարկվում է ներքին անվտանգության նախարարի պաշտոնում առաջադրված Մարկվեյն Մալինի թեկնածությունը։ Հաստատվելու դեպքում նա կփոխարինի Քրիստի Նոեմին։ Լսումների ընթացքում սենատորները բարձրաձայնել են մի շարք զայուն հարցեր, կապված ներգաղթի քաղաքականության, սահմանների վերահսկողության, այս ծառայության գործողությունների եւ ներքին անվտանգության ընդհանուր ռազմավարության հետ։ Քննարկումների հիմնական առանցքը եղել է թեկնածուի մոտեցումը ուժի կիրառման հարցում։ Դեմոկրատ սենատորները կոշտ քննադատել են Մալինի նախկին հայտարարությունները, նշելով, որ նա որոշ դեպքերում արդարացրել է քաղաքական բռնությունը։ Ի պատասխան Մալինը հայտարարել է, որ չի աջակցում բռնությանը, սակայն միաժամանակ ընդգծել է, որ որոշ իրավիճակներում պատասխանատվությունը կարող է պահանջել կոշտ գործողություններ։ Տեխնացուն որոշ դեպքերում ընդունել է իր սխալները, մասնավորապես կապված քաղաքացիական զոհերի վերաբերյալ իր հայտարարությունների հետ, սակայն սենատորների մի մասը նշել է, որ նա խուսափում է լիարժեք պատասխանատվություն ստանձնելուց եւ հստակ ներողություն հայտնելուց։ Հանրապետականները Մալինին ներկայացրել են որպես ուժեղ եւ վճռական առաջնորդ, ով կարող է ուժեղացնել երկրի անվտանգությունը, մինչդեռ դեմոկրատները զգուշացրել են, որ նրա մոտեցումները կարող են վտանգել իրավական համակարգը եւ քաղաքացիական իրավունքները։ Կալիֆոռնիայում լուրջ քննարկումների ալիք է բարձրացել այն բանից հետո, երբ հրապարակվել են քաղաքացիական իրավունքների շարժման խորհրդանիշներից մեկի Սեզար Չավեսի հասցեին մեղադրանքներ։ Դրանք վերաբերում են սեռական բռնության եւ անչափահասների նկատմամբ ոտնձգությունների ենթադրյալ դեպքերին, ինչը արդեն իսկ հանգեցրել է մի շարք գործնական քայլերի տարբեր քաղաքներում։ Բեյքերսֆիլդում քաղաքային իշխանությունները հրաժարվել են փողոցը Չավեսի անունով վերանվանելու ծրագրից, իսկ Ֆրեզնոյում առաջարկվում է հեռացնել նրա անունը կրող շուրջ 200 փողոցային ցուցանակ։ Ֆրեզնոյի պետական համալսարանում ծածկվել է Չավեսի արձանը, որն այնտեղ տեղադրված էր ավելի քան 30 տարի։ Համալսարանի ղեկավարությունը հայտարարել է, որ այս քայլը առաջին փուլն է մինչև որոշվի արձանի ապագան։ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Իզաբել Խուրադոն կոչ է արել վերանայել բոլոր այն հանրային վայրերը եւ միջոցառումները, որոնք կրում են Չավեսի անունը։ Մեղադրանքները հրապարակվել են այն բանից հետո, երբ Չավեսի հիմնադրած United Farm Workers միությունն ու նրա անունը կրող հիմնադրամը չեղարկել են մարտի 31-ին նախատեսված միջոցառումները, դրանք անվանելով խիստ անհանգստացնող բացահայտումների հետևանք։ Քաղաքացիական իրավունքների ակտիվիստ Գլորիա Ուորետան հայտարարել է, որ տասնամյակներ առաջ Չավեսի նկատմամբ սեռական բռնություն է գործադրել եւ հանդիսանում է իր 2 երեխաների հայրը։ Նրա խոսքով ինքը երկար տարիներ լռել է չխանգարելու գյուղատնտեսական աշխատանքների իրավունքների պաշտպանության շարժմանը։ Չնայած այս մեղադրանքներին բազմաթիվ քաղաքական գործիչներ ընդգծում են, որ դրանք չպետք է ստվերեն այն շարժումը, որը Չավեսը ղեկավարել է։ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասը հայտարարել է, որ այս մեղադրանքները չեն նվազեցնում այն պայքարի կարևորությունը, որը տարվել է աշխատողների իրավունքների եւ հավասարության համար։
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հանդես եկել հայտարարությամբ անդրադառնալով Սեզար Չավեսի շուրջ հնչած սկանդալային մեղադրանքներին, նշելով, որ ինքը եւ իր շրջապատը դեռևս փորձում են հասկանալ եւ գնահատել ստեղծված իրավիճակը։ Նյուսոմը նշել է, որ Չավեսի անունը երկար տարիներ եղել է շարժման, աշխատավորների իրավունքների եւ սոցիալական արդարության խորհրդանիշ եւ այդ կերպարը խորապես կապված է նաեւ իր անձնական հիշողությունների հետ։ Նրա խոսքով այս տեղեկությունները շատերի համար ծանր են ընկալվում, հատկապես այն երիտասարդների համար, որոնց դպրոցները եւ համայնքները կրում են Չավեսի անունը։ Նահանգապետը ընդգծել է, որ անհրաժեշտ է ժամանակ հասկանալու, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկվեն հետագայում։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ շարժումը, որը Չավեսն էր ներկայացնում, շատ ավելի մեծ է, քան մեկ անձը եւ այն պետք է շարունակվի անկախ նոր բացահայտումներից։ Նյուսոմը նաեւ կարեւորել է զոհերի աջակցությունը, ճշմարտության բացահայտումը եւ թափանցիկությունը, ընդգծելով, որ այս գործընթացը պետք է իրականացվի զգուշությամբ, հաշվի առնելով իրավիճակի զգայունությունը։ Անդրադառնալով հնարավոր փոփոխություններին, նահանգապետը չի բացառել, որ կարող են վերանայվել Չավեսի անունով տոները, սակայն նշել է, որ նման որոշումները պետք է ընդունվեն խորքային քննարկումներից հետո։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարել է, որ ընդլայնում է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները պետք է մինչև $15,000 գումարի գրավ վճարեն ԱՄՆ վիզայի համար դիմելու ընթացքում։ Նոր կանոնը ուժի մեջ կմտնի ապրիլի 2-ից, այդ օրվանից սկսած Վրաստանի, Կամբոջայի, Եթովպիայի, Գրենադայի, Լեսոտոյի, Մավրիկիոսի, Մոնղոլիայի, Մոզամբիկի, Նիկարագուայի, Պապուա-Նոր Գվինեայի, Սեյշելների եւ Թունիսի քաղաքացիները պարտավոր կլինեն վճարել այս գումարը։ Պետքարտուղարության հրապարակած հայտարարության համաձայն այս գումարը վերադարձվում է այն դեպքում, եթե վիզան մերժվում է կամ եթե վիզան ստացած անձը պահպանում է ԱՄՆ-ում գտնվելու բոլոր պայմանները եւ չի խախտում օրենքը։ Այս փոփոխությունից հետո ընդհանուր առմամբ շուրջ 50 երկիր կներառվի այս ծրագրում։ Հայաստանն այս ցուցակում չկա։ Մոնրովիա քաղաքում Լոս Անջելեսից արևել գտնվող բլրային հատվածում մի տանտակիր երկու ձագերի հետ հաշտ ու համերաշխ ապրում էր սև արջ։ Սակայն ձագերին պաշտպանելու համար վերջին 9 ամիսներին երկու միջադեպ է տեղի ունեցել բնակիչների հետ, որից հետո պաշտոնյաները որոշել են էվթանազիայի ենթարկել մայր արջին։ Կալիֆորնիայի ձկնորսության եւ վայրի բնության վարչության որոշումը 3 կյանքի է կոչվել, իսկ ձագուկներին այսօր առավոտյան տեղափոխել են հատուկ կենտրոն։ Քաղաքային իշխանությունները նախընտրել էին այլ լուծում, առաջարկելով տեղափոխել արջին եւ ձագերին Էնջելես ազգային անտառ, սակայն վերջնական որոշումն արդեն կայացված էր։ Չնայած հասարակության դժգոհությանը, մասնագետները նշում են, որ նման որոշումները հաճախ բարդ եւ ցավոտ են, սակայն դիտարկվում են անհրաժեշտ մարդկանց անվտանգության ապահովման համար։ Այսքանն է առանձնացրել օրվա լրահոսից, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եւ խաղաղ եղեք, ցտեսություն։